Առաջի Պետրոսի, երկրորդ։ Գիտեք ինչի մասին եմ ուզում կիսվեմ, քրիստոնեության մեջ մի շատ կարևոր բաժին կա, որտեղ որ մենք պետք է հասկանանք, որ մենք մեր խելքու, մեր մարդկային իմաստության ու գիտության վրա հիմնելով դժվար թե կարողանանք լավ կյանք ունենանք, խաղաղ ու հանգիստ, հա, մեր ամենամեծ կարևոր բաժինն որ մենք հասկանում ենք, մարդը ինչ է ուզում, խաղաղություն, հանգստություն, հա, մենք իրոք այս ամեն ինչը տեսնում ենք, երբ որ Տերը ինքը ասում է ես եմ խաղաղությունը, հա, ուրեմն հասկանում ենք, որ իր մեջ պետք է լինենք, իր մեջ լինելով, այսինքն ոնց, ես միշտ մտածել եմ, ինչ է նշանակում երեսդ փնտրել, ինչ է նշանակում քո մեջ լինել, իր մեջ լինել, իր խոսքի մեջ պետք է լինենք, որովհետև մեր կյանքում իրադարձություններ ու իրավիճակներ կան, որը մեզ ծածկոցից դուրս են հանում, իր շնորհքից դուրս են հանում, մեզի սարքում են անշնորհք, կարող է եւ արտար, կարող է եւ շատերը ասեն, այո, դու արտար ես, դու ճիշտ ես, դու դենց էլ պետք է պահեր քեզի, ինքը դենց արես քո հանդեպ, դու էլ պետք է իր հանդեպ դենց անես, դենց որ չանես կհելնեն գլխիդ կնստեն, հասկանում ես, սա խորհուրդները կործանիչ խորհուրդներ են, որովհետև այդ խորհուրդները Տիրոջինը չեն, Տերը խորհուրդ ունի, որն որ մեր քիմքին կարա եւ հաճելի չէ, կարող է եւ ինքը հարմար չէ, բայց ինքը փրկության խորհուրդ է։ Այն ում է հարմար որ մի երեսից խփեն մյուսը դեմ տաս։ Այս մեկից էլ հարմար չէ։ Բայց մենք գիտենք որ Տերը այս ամեն ինչը խոսելուց մի շատ կարևոր բան է ասում է «Делая-си», անելով այս ամենը, «не давайте повод дьявола». Երբ որ դու այս ամեն ինչը պահում ես, սատանային повод չես տալիս։ Ինչի համար եմ ես հոժարվում որ մի հատ է խփեն, լավ, դու ճիշտ ես։ Թող այդպես լինի, մենակ մի սատանային повод չտանք, որովհետև սատանան ինքն եկել է ուքրայst, убивать, погубить, գողանալու, տանելու եւ դժոխքում մեզի չարճարելու։ Դրա համար մենք շատ լավ կարևորում ենք ու հասկանում ենք, որ լավ ոնց անեմ, որ այս ամեն ինչը լինի հաջորդ միայն ու միայն Տիրոջը, ոչ ինձի, ոչ կողքից նայողին։ Շատերը դաժե ասում են, ինչ կասեն մարդիկ, եթե դու այդ իրավիճակի մեջ քեզի պահես այտենց։ Քեզ ասելու են, ես տուժած ես, ով ես, ես ինչ ես ցենց քեզ պահում։ Ինձ չի կարում հետաքրքրի, ես մեկին եմ ուզում հաջո լինեմ, որովհետև ես գիտեմ ամեն մի մերածից հետո կա ռեզուլտատ։ Ռեզուլտատը Տիրոջ խորհրդի հիանալի է լինելու։ Բացի նրանից որ Տիրոջ ամեն խորհրդի ռեզուլտատն է հիանալի, ես մի քանի տեղ իրար հետ կաշտանք, կտեսնեք որ Տիրոջ ամեն խոսքի հետևը եւ խոստում կա, աբիտավաննի։ Շատ ժամանակ մենք մի բան ուզում ենք, չենք հասկանում որ դրա համար մի բան պետք է տանք որ էդի ունենանք։ Եթե դու չունես զոհաբեր ապրելակերպ, եթե դու քո ճիշտը չես դնում Տիրոջ ոտքերի տակ, եթե դու քո կարծրատվությունները չես դնում Տիրոջ ոտքի տակ, քո եսը չես դնում Տիրոջ ոտքի տակ, ու սпасելիք ունես որ Տիրոջից մի բան պետք է առնես, արդեն խաբվածություն է։ Չկա տենց բան։ Ես որ հացն էլ երկու անգամ կարող է պրոստը ողորմությունով տան, բայց նրանից հետո պետք է փող տաս առնես, փող չտաս չեն տա։ Ինչ որ առել ես ու վերցրել ես տունես բերե առանց առնելու գողացել ես։ Դրա համար մենք հասկանում ենք, որ այս երկրի վրա ամեն ինչի համար կա գին վճարելու, բայց Տերը ինչ որ մեզից ուզում է, մեր օգուտի համար է ուզում, ինքը իրանը չի փնտրում։ Կարակ վերցնեք, քննեք ու տեսեք, ոչ մի խորհրդի մեջ Տերը իրանը չի փնտրում։ Տերն ուզում է որ քեզի լավ լինի, ինձի լավ լինի։ Ու ես ուզում եմ ասեմ, որ կյանքում շատ իրավիճակներ կան, որի մեջ որ մենք ակազվը ծեղնելով, օրինակ ես մուսուլման լինելով, որ մուսուլման լինեի, էլի մուսուլման չեմ, եթե մուսուլման լինեի, ես կարա իմ Տիրոջս ասեի, ընենց հեշտ ես ասում, լարի մի հատ դու արա, հետո էլ ինձ ասա, որ ես էսի անեմ, բայց մենք մեր Տիրոջը չենք կարա դենց մի բան ասենք։ Տերը մեզ ինչ պատվիրել է, ինքը այդ ամեն ինչի միջից անցել է ու ասում է այս ամեն ինչ ներեցի եւ ձեզ օրինակ թողեցի։ Հետո էլ ասեց խրգել եմ մեկին, ով որ երկնքից երկրի վրա եկել է ու ինքը ձեզ օգնելու է այդ ամեն ինչի մեջ եւ զորություն է տալու եւ գիտություն է տալու եւ իմաստություն է տալու։ Եթե մեկը զանազան փորձությունների մեջ չունենք իմաստություն, Հակոբոսն ասում է, խնդրենք Տիրոջից, ինքը շատ շեդրի է, հա? Ինքը կտա մեզի, ինքը խնդիր չունի դրա մեջ։ Կարևորը կարողանանք հասկանանք ումից ունենք այդ ժամանակ, ում ունենք հարց տալու, ումից ունենք սпасելիք։ Հիմա ուզում եմ մենք իրար հետ մի հատ իրավիճակ քննենք, տեսնենք Տերն ինչ է խորհուրդ տալիս։ Աստվածաշնչի մեջ շատ կարևոր մի բաժին կա, երբ որ կարդում ես արտարությունը պետք է կիրառել մենակ քո վրա։ Դու արտարությունը երբ սկսեցիր պահանջել կնոջից,
երեխուց, ընկերոջից, հարազատից արդեն շեղված ճանապարհի վրա ես։ Տերը մեզի չի ասե, ես այս արտարությունը քեզ սովորում եմ, որ գնաս բոլորից պահանջես, ասես պետք է արտար լինեք։ Ես որ նոր եկել էի Տիրոջը, Աստվածաշունչի մեջ տեղեր եմ կարդում ու մորս եմ տեսնում սխալների մեջ, հորս եմ տեսնում սխալների մեջ։ Ու ես խեղճերի հետևից եմ ընկել ու Աստվածաշունչով ցույց եմ տալիս, դու չես տեսնում, որից մի օր մորս համբերությունը երավ այստեղ է երևի, ինձ նստեցրավ ասեց, այ տղա ջան, այն ժամանակ գողական էիր ոչ զինված, մի գողական ես զինված, կյանքերս կերար, ինչ ես ուզում մեզանից, էլի նույն մարդն ես մնացել, այն վաղ ճիշտ չէ, հիմի ճիշտ չէ, հասկանում ես ինչն է հարցը, ես մի հատ բայց հետարքիր հարց տվի, ասում եմ բնչիտ կան ժամանակ չէիք ասում եմ վախենում ենք նորից հետ դառնաս նարկոտիկին, խեղճերը այդքան տուժած ապրել են, ինչքան մեղք է ժողովուրդը կողքից, երբ որ Աստվածաշունչն առե ու իրանց վրա ես հարձակվել, Աստվածաշունչը տրված է որ մեր վրա հարձակվենք եւ մեր անձը ոչնչացնենք, մենք հարց ունենք, սկսել ես անձիդ ոչնչացնելով զբաղվելու, իսկ անձին ոչնչացնելու համար պետք է սուրը վերցնել ու սկսել քեզի փրտելը, մինչև որ կվերջացնես, հենց վերջացրեցիր հավատա պատրաստ ես երկինք գնալու, ես է սա հարցը, ու ես մի հատ հետարքիր շատ կարևոր բան էր, Պավել աղբորը մի հատ հարց տվի, ասում եմ, Պավել աղբեր, երկինք գնալու համար ինչն է էլի շատ կարևոր, նենց հետարքիր մեկնեց, ասեց մեկ որ մարդը հասկանա, որ ինքը մարդ է, ու ով է ինքը, երկրորդ մի բաժնի մեջ լավ կլինի, որ խորանա տեսնի ինչքան վատ բան է ինքը, երրորդն էլ հասկանաս Տիրոջ մեծությունը, երբ դու կարացար ես ամենը հասկացար ու հասկացար Տերը ինչ է արել քո փրկության համար երկինք կգնաս, բայց ոչ թե մենակ գլխով, այլ հոգով ու խորը սրտով ես ամեն ինչ ընդունենք, հայտնություն լինի, մտքով ինչ էլ հասկանաս, սրա մեջ օգուտ չկա, պետք է որ այդ սիրտդ իջնի, ու ինչի մասին եմ ուզում խոսամ, իրավիճակների մեջ մենք գործողություն պետք է անենք, ու երբ որ դու իրավիճակի մեջ ես ընկնում, լավ կլինի, ես ինձ սենց եմ ասում, Աստված վկա կուզենայի միշտ դες լիներ, բայց մեկ չեմ հասցնում ինձի տիրապետեմ, ինձի կառավարեմ, խայտարակվում եմ շատ շուտ, որովհետև ես պետք է ինձ մի քիչ ժամանակ տամ, որ Տիրոջը հարցնեմ ու ասեմ Տեր ջան, ինչ անեմ այս իրավիճակի մեջ։ Շատ ժամանակ երբ որ դաշը ժամանակ եմ տվել ինձ մի 15 րոպե, տեսել եմ որ չեմ էլ ասել Տերը սկսել է խոսել։ Սենց արա։ Գիտեք, ու իրավիճակները դրտում են քեզի շատ այնպես բաներ կար, արտար չէ քո հանդեպ ինչ որ անում են, ազնիվ չէ քո հանդեպ ինչ որ անում են, բայց մի հատ հարց կա, էլի ինքս քեզ պետք է տաս, դու արժանի չես դրան։ Գիտես աղոթքի ժամանակ աղոթում ասում ենք, ես դժոխքի եմ արժանի, ես հողու փոշիս, ես մեղավոր ես, ես շատ վատ մարդ ես, հենց հասնում եմ մի հատ ոտը դաշե հանածդ կոշիկը տրորում են, հարցակում ես վրեն, տեդում կոշիկի վրա էլար, հասկա, ես արժանի էի, ես տեղ վատ բան էի արել, որ դուք էլ սենց եք անում, չէ, ստեղ հարցը նրա մեջ է, կանգ որ աղոթում ենք պետք է լսենք, գոնա մենք է պետք է լսենք, որովհետև Տերն ասում է еще слово нету в устах ваших, ասում է խոսքը չկա ձեր բերանին, я его знаю в совершенстве։ Այս ամենն էլի մեզի համար է։ Մենք երբ որ խոսում ենք, լավ կլինի մեր հաղորդածը, մեր խոսածածը լսենք, որովհետև գալու է ժամանակը կատարելու, հավատն առանց գործի մեռած է։ Էսի չենք խոսում սիրուն խոսքեր խոսալու։ Ես ինձ շատ տեղեր եմ բռնացրել։ Մեկ դաշ այնպես սիրուն աղոթել եմ կողքիս եղբոր ագանջին որ նայ ես ինչ լավ վիճակի եմ էլի խայտարակ վիճակ հասկանում եք բայց կարևոր է ավելի որ մենք այս ամենը խոսենք մեր համար մեր ագանջի համար ինչի համար որովհետև հետո պարտական ենք դա կատարելու մենք պարտավոր ենք կատարելու ես ինձ դենց եմ ասում Տերես ինձ եկուզիմ Տերես ինձ չի պարտավորեցնում բայց ես ինձ պարտավորեցնում եմ իմ Տերես ինձ խորհուրդ է տալիս ասում է լավ կլինի սենց անես, որովհետև հետևանք է ունենալու, եթե սենց անես, սենց կլինի։ Ասում է почитай мать и отца твоего, հորնումորը եթե քո почитать ես, ասում է դնի твои будут долгие, երկար կապրես ես երկրի վրա, խոստում ես, չէ՞, ու հետո էլ ասում է и будешь успешным на этой земле։ Եվ հաջողակը կլինես ես երկրի վրա։ Ով չի ուզում հաջողակ լինի ես երկրի վրա, ով չի ուզում երկար ապրի։ Սաղ էլ ուզում ենք երկար ապրենք, սաղ բայց պայման կա։ Եթե հորնումորդ почитать ես։ Դագստանում ասում է սարերի բարդությունից է, որ մարդիկ երկար են ապրում, ապացուցել են որ այնտեղ օդի ճմշունն այնքան շատ է,
որ մարդիկ պետք է մեռած լինեին 50-ն կոմ, ամենաշատը 50-ից են կոմ պետք է չավ, այս մարդիկ ինչ են կան երկարաբում, որովհետև պաբին է բերում սեղանի գլխին նստում նոր հաց են ուտում, նրանք հարի իրանց ավակ աղբորը ծնողին չբերեն, չնստեցնեն, հաց չեն ուտում, թե չէ ընդեղա օդի մաքրությունից չէ որ երկար են ապրում, հակառակ այդ բարձր տեղերը դավլենին ավելի շատ է, շուտ պետք է մեռած եղնեն։ Տիրոջ պատվիրանն աշխատում է եւ մուսուլմանի վրա։ Տիրոջ օրենքը մինակ մեր համար չէ, բոլորի վրա էլ աշխատում է։ Դրա համար ուզում եմ իրար հետ կարդանք Առաջի Պետրոս 2-րդ գլխից մի տեղեր, որտեղ որ մենք իրավիճակի մեջ ենք, որ մենք ճիշտ ենք, անարտար մեզ հալածել են, ինչ պետք է անենք։ Լավ չի եղել։ Դավիթ թագավորը 119 Սաղմոզի մեջ ասում է «Князя без вины, без причины восстали на меня». Հելելեին իմ վրա ասում է. «Но я об откровениях твоих не отошел, но я слово твое не отпустил». Բայց ասում է ես քո խոսքը չթողեցի, ես քո հայտնություններից հեռու չգնացի։ Ասել ես որ սենց լինեմ։ Դավիթը թագավոր լինելով իրավունք ուներ դադելու, պատկերացրեք ինչ որ լրիվ նոր զավեթի մարդ եղներ այս մարդը։ Ինքը թագավոր էր, իրան իրավունք իշխանություն էր տվել մարդկանց դադելու։ 119-121-րդ խոսքի մեջ ասում է «Я совершил суд и правду». Ես ճիշտ бан արեցի եւ դադ արեցի, այսինքն մարդը արժանի էր, ես իրան դադը արեցի, բայց հետո գիտեք ինչ է խնդրում, не предавай меня гонителей моих, ասում են ինձ չտաս ինձ հալածողների ձեռքը, որովհետեւ ինչ որ Մատթեոսն էր ասում, ինչ չափեք են չափվելու է, ինքը իր վիճակը գիտեր, ինքը գիտեր որ ինքը լավ վիճակի չէ, ես ինձ է դադում եմ ես մեկի, ես լավ վիճակի եմ որ դիմացինին դադում եմ, եթե մենք մի լուրջ հայտնություն ունենանք, որ ես արժանի եմ դժոխքի, այսի շատ կարևոր հայտնություն էր իմ կյանքի մեջ, երբ որ ես հասկացա, որ ես արժանի եմ դժոխքի, ըմբես չէ որ ինձ անարժանիս ուզում են դժոխք տանեին, հələ նայի ինչ եղավ, չէ, ես արժանի եմ դժոխքի, ես այսօր էլ արժանի եմ դժոխքի, դրա համար ասում է առանց դատարելու փառք ենք տալիս Տիրոջը, ամեն օր հասկանալու որ այ Տեր ջան, ոչ թե ես երեք էի մեղավոր, այսօր էլ դու ես տեսակին ինչ ես կրում, լավ, ինչ որտեղ կողից չեն տեսնում, ինչ որտեղ մարդիկ չգիտեն, բայց խո դու ամեն ինչ բացահայտ տեսնում ես իմ վիճակս։ Ու լահարիմի ինձի, գիտեք, հենց դեղ որ տեսնում ես, որ ինքը ոչ թե սիրում է, այլ ինքը սեր է։ Ինքը չի սիրում, ինքը կատարյալ սեր է։ Թե չէ մեր գործողությունները ծածուկ, մեր մտքերը մեզի բերում են միտեղ որ մենք իրոք եթե որ այս հայտնություն ունենաս քո կյանքի մեջ որ իրավիճակներ լինեն օրինակ ես պատկերացնում եմ Հիսուսին իշքան դժվար էր ինքը մի հատ մեղք չուներ չիտեր ինչը ինքը իրան բլոկ աներ ինչ իրան ասեր որ լավ էլ անում են ես արժանի եմ ինձի ծեծում են ես արժանի եմ ինձի խաչում են ինքը չէր կարա էսի ասել որովհետև ինքը իրոք արժանի չէր այս ամենին իմ ու քո համար էր անում է բայց ինձի ու քեզի որ տանում են խաչին եթե խորը տեսնես քո վիճակը ասես իրոք որ ես արժանի եմ որ ինձ խաչում են արժանի եմ որ ինձ դժոխք էլ տանեն այդ ժամանակ հեշտ կլինի այդ ժամանակ էլ քո արտարությունը գլուխ չի հանի այդ ժամանակ դու չես ասի որ ես արժանի եմ սրան որ ինձ լինա է բան մեղտեղը խելոք նստած է եկան վրես շար անեցին հիմա էլ անել են տանում են խաչում են այդ մի տեղը շար անեցին այն մնացած տեղերը դու դրա մեջ ես մի քիչ խորը գտնես գնաս կտեսնես որ այդտեղ էլ դու ամեն ինչ լավն ես հենց տվյալ իրավիճակի մեջ է որ քննես ու անձը տեսնես կտեսնես որ այդտեղ էլ այդքան լավ հա այդ տվյալ իրավիճակում կարող է եւ ուզում եմ կարդամ ինչ ենք անելու մենք Տիրոջ խորհուրդն ու խոսքը մեզ ինչ է սովոր ասում Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 18-19 խոսքը Ибо то угодно Богу, если кто, помышляя о Боге, переносит скорби, страдания, страдая несправедливо. Բեր հայերենը կարդանք 19 խոսքը Քանի որ գնահատել է եթե մարդ առ Աստված ունեցած իր խշմտանքի պատճառով անիրավացիորեն տառապելով կսկից կրի Նայ ան Գիտեք ինչ ստեղ գրած է նիսպրավիդլիվը, որ նայ մեզ ճշտով դու նորմալ ճիշտ ես, բայց ասում ես ստրադա ես, հա, նեղություններ ես կրում։ Նրանից հետո ենք կարդում։ Քանզի ինչ գովեստի արժանի մի բան է, եթե մեղ գործած լինելով ծեծվենք եւ դիմանանք, բայց եթե բարի գործելու համար չարչարվենք եւ համբերությամբ տանենք, սա ընդունելի է Աստծուն։ Նայ
Եթե ասում եմ մենք մի բան ենք արել ու դրա համար են մեզի հալածում, ու դու ეხելոք կրում ես, ձենը չի ելնում, նա ես ինձի շատ ժամանակ տեսել եմ, ես մի հատ խորհուրդ գիտեմ Տիրոջից, ասում է գարան պես եղի, բայց ամեն անգամ երբ որ ես ընկնում եմ իրավիճակի մեջ ու ես ճիշտ եմ, ինձի որ սկսում են հալածելը, ես գոջու պես վժվժում եմ, նենց մի ձեն է վրիցս գալիս, հետո օրերտում նենց եմ ամաչում, ասում եմ Տերն ձենց պատվեր չէր տվեն, Տերն ասել էր գարան պես լինենք, երբ որ դու ճիշտ ես ու քեզի հալածում ու ճնշում են, Տերը քեզի ասում է ոնց անեն, հետո շատ կարևոր ու կլիչիվոյ մի բան, որ իբը էտը ու գոտնը բոգու, ում էր էդի հաջելի, ում էիր ուզում այդ վիճակի մեջ հաջո լինեիր, ինչի ձենդ կտրեցիր, կողից քեզի շատերն եք ասեն, ինչ էիր ձեն, մի բան ասեիր, ինչի ձեն չէիր անում, հիշում եք, ես միշտ մտածում եմ, Տերը ինչ հետաքրքիր ընթացք է սիրո դրսևորում եւ ինչ դաս թողեց մեզի խաչի երթալու ժամանակ, կողքու բոլորից ասում էին, մի բան ասա, ինչ ասեր, ինքը դատը տվել էր Տիրոջը, հա, ու ինքը գիտեր ինքը ինչ էր անում, ես ու դու էլ պետք է գիտենանք, որ այ աղբեր, եթե ես որ իմ մեռնելու, եթե սենց է նախասահմանած, շատ լավ, բայց ձեզի մի բան եմ ուզում ասեմ, Տիրոջ վրա հուսացողներն ամոթով չեն մնա, մեզի պետք է չէ որ անպայման քեզի բերեն ու արտարացնեն դրա մեջ, հավատա, եթե սենց էլ մնալու է, թող սենց մնա, եթե դենց մտածես 100% բան է փոխվելու։ Ես արեցի Տեր ջան, ինչի՞ չես մասնակցություն ունենում, ինչի՞ սաղին ամոթով չթողեցիր։ Լավ է մենակ ես ամոթով եղնեմ, թե սաղ մեր տնեցի։ Դու լավ է մենակ ես ամոթով եղնեմ։ Հələ մի հատ է սաղ տնեցի, ամոթով եղնեի։ Ու շատ հարցեր ես ձեզի ուղիղ ուզում եմ ասեմ, մեր ընտանիքի մեջ է։ Շատ հարցեր մեր տան մեջ է, ես իմ մասին եմ խոսում։ Մեկ-մեկ ծառայում ենք, վազում ենք, մի քանի բան անում ենք, հարցերը տեղն ենք, ցեք մեզ թվում է մենք լավ վիճակի մեջ ենք, չէ՞ մեր վիճակը բացահայտվում է քննությունների ժամանակ։ Երբ որ քեզի դաժե տան մեջ անարտար, անազնիվ կամ էլ ինչ որ մի բաներ են, որ նոր վաբշե չի համապատասխանում Աստծո խոսքին, դու այդ ժամանակ ինչ վարկով ես մոտենում։ Գնանք առաջ կարդանք մի հատ էլ 21-ը, մինչև որն է կարդած է 19-ը, 20-21-ն է կարդա։ 21-ը։ Չէ, մինա 21-ը կարդա։ Քանի որ դուք սրա համար եք կոչված, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ մեզ իր հետքերով ընթանալու օրինակ թողեց։ Նայ, ինքը այս ամեն ինչ արեց, նոր սկզբից էլ ասեցի։ Ինքն այն չոր մեզի ասել է, կերտակ սենց կանցնեք։ Ինքն այս ամեն ինչն արել ու մեզի օրինակ է թողել։ Ես ուզում եմ անեմ նենց ինչ որ իմ Տերն է արել։ Ես ամեն իրավիճակի մեջ ուզում եմ անեմ նենց ինչ որ ինքն է արել, որովհետև եթե ես իր խոսքը սկսում եմ պահելը, մինչև իմ ուժի վերջանալը, հենց իմ ուժս գալիս է սպառվելու, ինքը գալիս է, բայց մինչև ես իմ ուժս չսպառվի, ինքը չի մոտենալու։ Մի հատ բան եմ ուզում որ ասեմ, եթե Տերը ասում է, «Էս հանենք իրար հետ», ու Տերն ուզում է դու տեսնես, եթե դու 1 կիլոյի ուժ կարողություն ունես, դու պետք է ամբողջովին դնես, երբ որ հասավ 1 կիլո 800 գրամին է չի մոտենալու, 900-ին էլ չի մոտենալու, երբ որ այդ լրի 1 կիլոն ներդրվես, պրծավ 1 կիլո, ինքը իր 99 կիլոյով գալու է, որ ես իսենք տեղից հանես, բայց դու չես ուզում քո 1 կիլոն դնես, Տերն ասեց 2 հատ զուգը տվեք, տեսեք ինչ կանեմ, տվեցին արեց, հասկանում ես, Տերը ամեն ինչի մեջ ասում է, կտաս կտամ, կկաս կգամ, կանես կանեմ, բայց Տերը չի ասում, արի հավասար, 50-50, դու 50-ը կանես, ես 50-ը, դեն չի, Տերը գիտի որ քոնը գարճիշտնի զերնոյի չափ է քեզից ուզում, ասում է գոնա դու սկանն արա, հələ նա իշկան եմ ուզում քեզից, գարճիշտնի զերնոյի չափ եմ ուզում, եթե դու կանը չանես, ես են, ինչ դու մտածում ես այդ հավատքով դու երկինք կմտնես, Գարճիշտի զերնոյի չափ հավատով դու երկինք չես մտնի, պրոստը Տերն ասում է, եթե դու կանն անես, այն մնացածն իմ վրա է, ես կտանեմ տեղ կհասցնեմ, բայց դու չես ուզում այդ գարճիշտի զերնոյի չափ էլ մի բան անես, դու չես ուզում քո չափը դնես, հայ չեմ կարում, չեմ դիմանում, չեմ, այս սաղ պրոգրամ է քեզի, ծրագիր ես տալիս, չեմ կարումը որն է, քեզի ով է քո կարողության մասին խոստվել, Քո կարողության մասին չի խոսում, մենք իրավունք չունենք ասելու չենք կարում անհավատության մասին է, որովհետև Տերը քեզի իզնաչալի ֆակտ է արձանագրել, որ դու չես էլ կարողանալու։ Բայց քո մաս ու բաժինը, այն ամեն ինչ որ ունես ամբողջովին ներդրվես, դրա վրա կգա Տիրոջ շնորհքը։ Շատ ժամանակ մեր մոտ sense մի մտածելակերպ կա։ Մեկ տղերքին էլ եմ ասում եմ, ինչ էիր կռվում։ Ասում բացադրում էի, ասում եմ, այ աղբեր, եթե դու դպես լավ բացադրող ես,
քելի քեզի տանիմ նարկալագիչիսկի մի հատ սաղին բացատրե էստան տուն էլի դրանք է գնացեք պարգում են այդտեղ այն մեկը դարը անտուն թափարական այն մեկը կյանքը խորտակ է բերտերում զոներում ակազվեց դու լավ ասել գիտես տանենք մի հատ սաղին ասա հելնեն էստան տներով էլի էստան նորմալնի ապրեն այ քեզի մտածելակերպ որ ինք ենքան ջոգե իր մասին որ ինք ասեց ու սաղ փոխվեց ասելով չի քո ասածից ավելի վատ է դառնալու Խելոք կայնած է, մի կտոր մեդու աշտ եմ կապեցնելու, ինչ է իր մտե բան է իր ասում։ Հա, դրա համար շատ ժամանակ ուզում եմ մենք ֆակտ արձանագրենք, որ եթե մի բան էլ ասել ես, բան է դարը, ուրեմն գիտեցի տերն է ասել, վրա այդ մի վերագրե։ Մինակ իր խոսքն է, որ կենտանի է ու գործող։ Իսկ եթե քո մեկն է քո խորհուրդներով է, քայլ է, գալու են հետևիցդ։ Հետո ասելու են, «Էդ ինչ խորհուրդ տվեցիր»։ Այս սենտոր մի սա խառնվել է իրար, ով են դիստեղից անելու։ Ինչի մտցրի լաբիրինտի ավելի խորունկ տեղերը։ Նրա համար միտեղ ուզում եմ երրորդ գլխի առաջի խոսքից կարդանք, բայց մինակ այս միշտ սենց եմ մտածում, ես որ տեսնում եմ մեկը կնոջ համար է կարդում, նենց վատ եմ զգում, ասում եմ էսի կնոջի համար է գրված, էլի։ Ես քանի որ մի խոսում կիսվում եմ, դրա համար եմ ասում։ Ես էսի ընձի համարել եմ վերցրել այս խոսքը, որպես հարսը, հա, տիրոջ ու ես փորձել եմ հասկանամ, որ ես է շատ ժամանակ ոչ թե խոսքով, այլ վարկով լավ կլինի ծառայեմ։ Եպիսկոպոսներից մեկը շատ լավ ասեց, ես էլ եմ ծառայում մեկ-մեկ էլ խոսքով։ Մեկ-մեկ էլ խոսքով, ավելի շատ կարևոր բան կա, վարկով ծառայենք։ Փառք Աստծո այս ամենի համար, կարդանք առաջի խոսքը, երրորդ գլխի առաջի խոսքը։ Բայց էսի կանաց համար էլի, էսի տղամարդ նոր կարդում է, էսի կարա փորձանքի բերե։ Մարդ կա կարդում ու հարցակվում է կնոջ վրա։ Դու չես կարդացի, ասում է ինչ է գրված, այ մարդ դու քո բաժինդ կարդա։ Այնտեղ ներքևը 7-րդ խոսքից ամուսնու համար է գրված, ելի իմ բաժինս է։ Էսի կանաց, ես պրոստը տիրոջից որպես խորհուրդ Սուրբ Օգուտ տալիս եմ, ունեն չես պահանջում եմ, որ պատի սենց անեք։ Հաճա իմ խասատից մեջ դες շատ կեղտոտ բաներ կա, կնոջից ես մեկ-մեկ մի անգամ կինը շատ ազնիվ է իմ հետ։ Ասեց Աստվածաշնչով հարմար ծրել ես, զաղիս օգտագործում ես, հասկանում ես, դες կարելի է անել, էլի, բայց լավ կլինի, որ դեն չանենք, դրա հետևանքը վատ է լինում։ Կարդանք։ Նույնպես դուք կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք խոսքին հնազանդ չեն, առանց խոսքի իրենց կանանչ վարքի շնորհիվ շահվեն։ Ինչի շնորհիվ պետք է շահվեին։ Վարքի շնորհիվ խոսալուց մինակ փորձանք կա, այն է կնոջ խոսալուց։ Խոսած ծարան է խոսած տարավ ուր հաստրավում, ագար, երեխա, հասկանում ես, դրել էր իմաստունի տեղ իրան։ Շատ տեղեր, դաժե տեղել զգուշ պետք է լինենք, հա, տեսնենք իրոք ուզում է տերոր, բայց շատ ժամանակ եթե էսի ուզում եմ հետ գամ ավելի ճիշտ ու կարևոր տեղը, երբ որ ամուսինը խնդիր ունի, ու խնդիր է, մարդը Աստծո հետ չէ հիվանդ է, մարդը Աստծո հետ չէ ինքահավոր մի վիճակի մեջ է, սարսափելի վիճակի մեջ է, հա, ու եթե մենք ցավում ենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, ուզում ենք իրանց փրկությունը, ասում է, հա, բայց նայում ես վարքին, տեսնում ես իրա խոսալով, ամեն ինչով արագացնում է դժոխքեր տալը, դիմացինի, գիտես, երբ որ պրովոկացիա ենք անում, այս պրովոկացիան մարդուն ավելի խորն է տանում, ու ավելի մոլորության, ու հետո որ ուզում ես քարոզես, ես Տերենցի 1000 անգամներ է, մոտեցել եմ մեկին խոսում եմ, ասում է, այ ախպեր ջան, ինձ ինչ ես ուզում բացատրես, այդ բաներից չէ, 50-ականներից բանից, ասում եմ, ու ասում է, կինս էլ է իրանցից, այ ախպեր, ասում եմ, մի տարբերակ, չեմ կարում սանձեմ, չեմ կարում դեմն առնեմ, սա խառն է իրար, տունը չի մնում, սաղորը չիտեմ ուր է գնում, հասկանում ես, այսինքն նայում ես, որ այս մարդուն էլ դժվարել է մի բան ասելու, նենց մի վարք է տեսե, հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ, էլ չես էլ կարում ասես, որ այ ախպեր ջան, լքայնի է, դեն չի, հետո ինչ որ ինքը հորինել է, ոչ եղա որ քրիստոնեությունը իր հորինածի մեջ է, իմ մասին եմ ասում, հետո ինչ որ իմ վատ վարկը տեսել ես, ես քեզ երբ եմ ասել ինձի նմանվի, ես էլ դու էլ կարդում ենք նույն գրքից, որ նմանվենք իրան, իր հետ մեկանանք, ամեն, գնանք առաջ կարդանք, ես չեմ ուզում կանանց մասին շատ կարդամ, հավատում եմ քուրերս կկարդան, 7-րդ խոսքից եմ ուզում կարդանք, հա, также и вы мужья, նմանապես դուք տղամարդիկ խոհեմությամբ բնակվեք կանանց հետ, հասկացողությամբ, կնոջը պատվելով, որպես ավելի թույլ անոթների և իբրև
կենաց շնորհի ժառանգակիցների, որպեսի ձեր աղոթքներին ոչ մի արգելք Ես չլինի։ շեշտը գիտեք որտեղ եմ դրել։ Նայեք, այդ սաղ պատվերից հետո խոստում կար, չգիտեմ, հավատում եմ նկատեցիք, այդ պատվերից հետո մի հատ լավ խոստում կար։ Ուզում եմ խոստումի տեղը կարդամ, դաբի не было вам препятствие в молитвах։ Ով չի ուզում իր աղոթքը Տիրոջը հասնի։ Այն մեկն ով իր կնոջ հետ կռվի ու գնաց է Տիրոջ հետ ուզում է խոսա, հարի հարցը չլուծես չի դառնալու։ Դες գրված է։ Եթե մեկը կռիվ է սարք է ու այդ ամեն ինչի մեջ մի հատ է գնացել է Տիրոջ հետ բաներ խոսալու, ասում է ибо это будет препятствие, обетованника, ուզում ես հարցը լուծես, ուրեմն պետք է գնանք առաջ, վարկ է սովորացնում ստեղ, 8-ը, наконец будьте, Եվ վերջապես բոլորդ նույն մտքի վրա եղեք կարեկից, եղբայրասեր, ողորմած եւ քաղցրաբարու։ ճիշտ հասկանանք, ամեն մի բանը շատ կարևոր է նայենք, եղբայրասիրտ, հետո Ողորմած եւ քաղցրաբարու։ եւ քաղցրաբարու։ Գնացինք առաջ հասկանում եք, չէ՞ քաղցրաբարուն, որն է որ ասում են, այս քաղցր անznավորություն էր, կողքից տեղ չէինք ուզում երթանք։ Ես այս վերջում տղերքս ազնվածան իմ հետ, ասին քու երեսից տունել չենք ուզում գանք։ Ինչ անում ենք, ջղայնանում ես, նստում ենք, ջղայնանում ես, կայնում ենք, ջղայնանում ես, մի բան սխալ ենք անում, ջղայնանում ես։ Սաղ ջղայնանում ես, էլի հասկանում ես, որ ոչ թե քաղցր եմ, այլ լեղի եմ։ Այս մարդիկ տնից ելե թողը փախնում են, չեն էլ ուզում կողքս կան նստեն։ Հետն էլ ինձ դրել եմ հոգևոր մարդու տեղ, էլի աննորմալ վիճակ, հասկանում ես որ վայ Տեր ջան, ինչ ողորմած ես որ անալիզներս ձեռքս ես տալիս։ Այո, նայում ես երեխեքի խոսակցությանը, իրանց ընկալումն ունեն։ Հենց բաներ էր տղես ինձ ասում, սենց շատ ցավոտ էր, ինքն էլ Սիբիրում է մեկ է սենց ասում։ Գիտես ինչ եմ համարձակացում, որովհետև կողքս չես, ես ասում եմ ես երեխուս գլխի մեջ ես, ինչքան գազան եմ, որ մտածում եմ որ եթե Մոզես էլ եղներ, вообще չէր ասի, էլի լավ է որ Սիբիր է, ընդեղից հեռախոսով ինձ ասում է սենց, երբ որ նայում եմ շատ բաներ ճիշտ չէ կազալես, բայց երբ որ իրա տրամաբանությունով նայում եմ, լավ էլ ասում եմ ես երեխեն կարար դենց մտածեր, ինքը կարար դենց մտածեր, ես եմ повод տվել, не раздражайте детей ваших գրված է, ձեր վարկով ու կարկով կարաս այդ երեխուն раздражать են, բայց ես իմ խոսածածը երեխուն повод չի տալիս, որ երեխեն մտածի որ հորը պետք է պատվի թե չպատվի, ինքը լավ չի պահե, ես է դրա համար սպես երեխա եմ մեծացել, ինքը լավ չի պահե, դու ես գիրքը կարդա, դու ես կրկին համապատասխան ապրի, դու պատվի, Արագած գլխի մեջ ասում է, почитай мать твою, когда она состарится, еврейների մոտ մի հատ սենց ուսմունք կա, ասում է կինը, երբ որ մեծանում է, մի ժամանակ կա, այդ այն կասու հետ չէ, ինքը կարա մի քիչ ցնորվի, այդ ժամանակ է պատվերը նորից օրցեգուս եւ մի քիչ էլ ցնորվել է, դու իրավունք չունես իրան չպատվելու, մեզի մեջ Տերը իրավունք չի տալիս իրան չպատվելու, եթե դաժե մի քիչ խնդիր ես տեսնում, մտքի հետ կախված, Տեր այդ պատվերը չի փոխվել, պատվերը նույնը մնացել է, ու նորից երկար կլինի, ապրածդ եւ հաջողակ կլինես, ուզում եմ իրար հետ կարդանք 9-րդ խոսքը, Չլինի թե չարությանը չարության պատասխանեք։ նայեք, այսից շատերս միշտ գիտենք, Հակոբոսն ասեց, Շամանակը, Հակոբոսն ասեց, որ չարուն բարով չհատուցենք, ամեն աղբերներ ջան, հիմա նայեք նորից եմ ասում, Տերը խորհուրդ է տալիս ու ասում է, որ նայեք ինչ, նորից եմ ուզում կարդանք, Սաղս գիտենք այս մասին, բայց պահում ենք թե չէ։ Չլինի թե չարությանը չարության պատասխանեք, կամ նախատինքին նախատինքով, հետո այլ ընդհակառակը, օրհնեցեք իմանալով, որ կանչված եք օրհնություն ժառանգելու համար։ Նայ, օրհնեցեք, որովհետև կանչված եք իմ մոտ գրված է «И будьте благословленные»։ Ու այդ ժամանակ օրհնված կլինես։ Օրհնված նշանակում է Քրիստոսի հետ կլինես։ Ես օրհնված լսում եմ մարդիկ, որ ասում են փող եկավ, օրհնվեցինք։ Փողը փորձանք է, ինչ է օրհնվեցի։ Դու ինչ գիտես այդ փողն եկել է ինչ է անելու։ Հասկանում ես, փողը օրհնություն չէ, օրհնությունը Քրիստոսն է։ Ամեն։ Ուզում եմ հավարտեմ Տեր օրհնի շատ։ Մարգասու, ընդ որ չկային